Ճամբարակի ավագ դպրոցում բաց դասի բանախոսը մարդու իրավունքների պաշտպանն է։ Աշակերտների հետ հանդիպման նպատակը մարզերում երիտասարդների իրավունքներին առնչվող խնդիրների վերհանումն է։ Աշակերտներին անհանգստացնում են մասնավորապես դպրոցի պայմանները, երիտասարդական կենտրոնների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բացակայությունը։ Չափազանց կարևոր է, որ այս պահին ընթանում է նաև նոր դպրոցի կառուցման այդ ամբողջ աշխատանքային գործընթացը։ Կարևոր է, որպեսզի այն պատշաճ ժամանակահատվածում իրականացվի եւ երեխաները դժվարություններ չունեն անկրթության իրավունքի հետ կապված։ Այցի ընթացքում պաշտպանը նաև հանդիպել է բնակիչների, այդ թվում Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։ Ճամբարակցիները Մանասյանին ներկայացրել են համայնքում առկա խնդիրները, հանրային ծառայությունների, տրանսպորտի հասանելիության բացակայությունը, ճանապարհների դժվարանցանելիությունը։ Մասնավորապես նոտարի, անձնագրային եւ այլ ծառայությունների հասանելիությունը բնակավայրում, որն այս պահին ըստ էության նաեւ քաղաքացիների կողմից բարձրաձայնվող դժվարությունների համատեքստում կարելի է ասել որոշակի առումով խնդրահարույց է եւ սա հարց է, որը միանշանակ պետք է դառնա քննարկման առարկա։ Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև այս տարի Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով իրենց բնակարաններից զրկված անձանց բնակարանային ապահովման հարցը։ Շենքում պայթյունից հետո այս պահին քաղաքացիները վարձով են բնակվում։ Իհարկե նշեցին, որ համայնքապետարանը հոգում է դրա հետ կապված խնդիրները եւ կարիքները, բայց ամեն դեպքում չափազանց կարեւոր է, որպեսզի շուտապույտ հասցեավորում ստանա նաեւ նրանց առնչվող խնդիրը։ Մանասյանը եղել է նաև Զորամասում, ծանոթացել զինծառայողների կեցության պայմաններին, տրամադրվող բուժսպասարկման եւ սննդի որակին։ Պաշտպանը վստահեցրել է, մարզային այցի արդյունքները կամփոփվեն եւ առաջարկներ կներկայացվեն պետական իրավասու մարմիններին։ Արամ Մարանդյան լուրեր։